Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերությունը սկսեց իր առավոտյան ծրագրի գործունեությունը եւ ես սիրով մեր տաղավարից ձեզ մաղթում եմ բարի լույս, դրական հույզեր եւ ասում շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Գիտեք, որ Ռուսաստանում ավարտվել են երկրի պատմության մեջ խոշորագույն ադամանդի հղկման աշխատանքները, որոնք տևել են 2 տարի։ Ավելի քան 200 կարատ քաշով դեղին ադամանդը ստացել է Նոր Արև անվանումը։ Ալորսա ընկերությունը թանկարժեք քարն արդյունահանել է արկտիկական հանքավայրերից մեկում։ Ընկերությունից հայտնել են, որ ադամանդի հղկման վրա աշխատել է երկրի լավագույն մասնագետներից բաղկացած 15 հոգանոց թիմը։ Աշխատանքի ընթացքում ադամանդի 3D մոդելի ստեղծումից հետո իրականացվել է սպեկտրային վերլուծություն եւ մշակվել ադամանդի բոլոր հնարավոր ձևերի վիրտուալ ձևավորումը։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտյան թարմ եւ դրական տրամադրությունը պահպանելու համար առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին Դիզակ արտ-մշակութային կենտրոնի համահիմնադիր Գայանե Բուդաղյան։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալություն, դուք լավ լինեք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ինչպես պատմեք մի փոքր մշակութային կենտրոնի մասին, ինչպես ծնվեց միտք ստեղծել նման մշակութային կենտրոն։ Կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվեց 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հադրութի շրջանը կորցրեց Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր, Քավշաթաղ, Քարվաճար եւ տեղահանվածները այսպես մեծ մասը հայտնվեցին դժվար կացության մեջ, ոչ միայն սոցիալական, այլ նաեւ խոր հոգեբանական։ Եվ մենք 3 ընկերներով Հադրութից մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Հայրյան, Դիզակ թերթի խմբագիր Լիանա Պետրոսյան եւ ես, որ այդ ժամանակ աշխատում էի պատմական միջավայրի պահպանության շրջանային ծառայության որպես, որոշեցինք, որ պետք է ունենանք մի կենտրոն, որտեղ կհավաքվեն տեղահանված հադրութցիները եւ այն կդառնա մի այսպես հավաքատեղի իրար հետ կիսվելու հիշողություններով, իրար օժանդակելու, ինչու՞ չէ նաև հետագայում նաև արդեն մշակութային երեխաների մշակութային կրթությունը շարունակելու համար։ Այսպես որպես հիմք ծառայեց փրկված կտավներ ունեինք, մի փոքրիկ այսպես նախապատմություն ներկայացնեմ, մինչև 20 թվականի պատերազմը 3 տարի մշակույթի բաժնի նախաձեռնությամբ Հադրութում կազմակերպվում էր նկարչական միջազգային սիմպոզիում, որի մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից նկարիչներ, ովքեր շրջում էին Հադրութի շրջանի գյուղերով, տեղում նկարում էին իրենց կտավները եւ ստեղծվեցին կտավներ, մոտ 150 կտավներ, որոնք պետք է Հադրութի շրջանի Տեկ գյուղում ստեղծվեր այդ հին տներից մեկը վերականգնվեր, ստեղծվեր ցուցասրահ եւ այն դառնար կարևոր մշակութային կենտրոն եւ Արցախի հարավային թևի եւ մշակութային կյանքի եւ туриզմի զարգացման գործում։ Սակայն ցավոք սրտի, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված էին այդ ցուցասրահի պատրաստման համար, սակայն ցավոք սրտի 20 թվականի պատերազմը խախտեց նաեւ այս պլանները եւ այնպես է ստացվել, որ 19 թվականին մոտ 26 կտավ ուղարկել էինք Մոսկվա ցուցահանդեսի եւ կոവിഡ്ի հետևանքով այդ կտավները չստացվեց ժամանակին հետ վերադարձնել եւ դրանք էլ ճակատագրական եղան ու դարձան փրկության օղակ, այսպես ասած, այդ կտավների։ Մնացած կտավները մնացին Հադրութում եւ դրանց ճակատագիրը པարզ չէ։ Եվ այդ կտավները պետք է որպես զուտ կտավներ չէին արդեն, դրանք այսպես սուրբ մասունքներ էին մեզ համար, որ պատկերում էին մեր շրջանի մարդկանց, մեր շրջանի բնաշխարհը, գյուղերը եւ նաեւ այդ կտավները պետք է ինչ-որ միտեղ ցուցադրվեին։ Եվ այդպես ստեղծվեց կենտրոնը 21 թվականի մարտից սկսեց գործել, որտեղ մշտական ցուցադրության դրվեցին այդ կտավները։
Իսկ 21 թվականի սեպտեմբերից արդեն սկսվեց նաև մշակութային կրթությունը բոլոր այն տեղահանված երեխաների համար, ովքեր հաստատվել են Երևանում եւ շրջակա բնակավայրերում, որպեսզի շարունակեն Հադրութի եւ Տող գյուղի արվեստի դպրոցների մշակութային կրթությունը, կիսատ մնացած։ Իսկ ինչ ծրագրեր են իրականացնում։ Մեր այսպես ծրագրերը բազմաբնույթ են։ Սկզբից, երբ որ մշակութային կենտրոնը ստեղծվեց եւ առաջին այսպես բացումը մենք արեցինք հենց փրկված կտավների ցուցահանդեսով, այնուհետև բավականին մեծ այսպես ծրագրեր իրականացրեցինք, որոնց նպատակն էր տեղահանված մշակույթի գործիչներին այսպես իրենց հնարավորություն տալու արտահայտվելու, ցուցադրելու իրենց ստեղծածը։ Ունեցան գրքի շնորհանդեսներ, այդպես տեղահանված երիտասարդ գրողների ստեղծագործությունների շնորհանդեսներ, վերատպություններ, վերահրատարակված գրքեր, որովհետև կային գրքեր Հադրութում ստեղծված, մեծ մասը, որոնց օրինակները մնացել էին եւ հեղինակների ընտանիքները ցանկություն հայտնեցին, որ դրանք վերահրատարակվեն եւ նույնպես այսպես շնորհանդեսները մեր մոտ արեցինք, տարբեր ցուցահանդեսներ, տարբեր այսպես հիշարժան օրերի նվիրված եւ դա հուշարձանների պահպանության օրվան նվիրված ցուցահանդեսներ, Արցախյան շարժման նվիրված ցուցահանդեսներ, որովհետեւ շատ կարեւոր էր, որ հիշողությունը մնա, այսինքն այն ինչ որ արվում էր Արցախում, Հադրութում բուն, որովհետեւ մինչեւ 23 թվականի Արցախի կորուստը քանի դեռ կար Արցախը, այսպես մեր ծրագրերի մի մասը հենց Արցախում էր արվում, բայց որոշ բաներ, որ այստեղ պետք էր արվեր, որովհետև տեղահանվածների մի մասը մնացին, հետ չգնացին, եւ նրանց համար պետք էր այդ ամեն ինչ կազմակերպվեր եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չէին ընդհանրապես Հադրութի շրջանին, ծանոթ չէին այնտեղ ապրող մարդկանց ապրելակերպին, ստեղծածին, որպեսզի նրանք էլ այդպես ծանոթանան, առաջինը գլխավոր բանը, որ ծանոթանային։ Իսկ բացի ցուցադրություններից, այլ ծրագրերից երեխաները կենտրոնում ինչ կարող են սովորել։ Երբ մենք որոշեցինք, որ շատ կարևոր է, որպեսզի արվեստի դպրոցների երեխաները շարունակեն իրենց կիսաթողած մշակութային կրթությունը, եւ 21 թվականի սեպտեմբերից Երևանում սկսվեց այդ ուսումնական process-ը, ունենք նկարչության դասարան, ազգային երգի, ազգային պարի, ձեռագործի, թատերարվեստի եւ սկզբից եղել է նաեւ դհոլի։ Հիմնական այսպես հավաքված երեխաները հենց այդ արվեստի դպրոցի երեխաներն էին սկզբից, որոնք մեծ հաճույքով, այսպես երբ որ լսեցին կենտրոնի բացման մասին, մեծ հաճույքով բոլորը սկսեցին հաճախել, նույնիսկ Երևանի տարբեր այսպես հեռավոր շրջաններում ապրողները, նաև Էջմիածնից, Մասիսից, Աբովյանից, այսինքն մոտ տարածքներ Երևանին, որ հնարավորություն ուներ ծնողները երեխաներին տանելու եւ կրթությունը շարունակելու, մշակութային կիսաթողած կրթությունը շարունակելու համար։ Իսկ մշակութային կենտրոնում կա կոնկրետ հենց հստակ տարիքային խումբ, թե բոլոր տարիքային խմբի երեխաները կարող են հաճախել։ Հիմնականում 5-ից կան դասարաններ, որտեղ 6-ից է, բայց հիմնական 5-ից 16 տարեկան երեխաներն են, որոնք ըստ ընտրության, այսինքն մեկ երեխան կարող է բոլոր նույնիսկ բոլոր դասարանները հաճախել, չկա այդպես սահմանափակում։ Նաև խոսենք մշակութային կենտրոնի անվան մասին, ինչպես ընտրվեց անունը եւ ինչ խորհուրդային իր մեջ պարունակում։ Ուրեմն ինչու դիզակարտ, դիզակը դա Հադրութի շրջանի հին անվանումն է, պատմական անվանումն է, դե արտը արվեստը որպես եւ մենք ունենք նաեւ մեր խորհրդանիշը, որ Հադրութի շրջանի դիզափայտ լեռան սիլուետն է, իսկ գույները եւ նախշերը մեծ թաղեր գյուղի կարպետից վերցված նախշեր են։ Այդպես անունը այդպես ծնվեց։ Ճիշտ է, սկզբից մենք կենտրոնը որպես հադրութցիների համար բացվեց, սակայն հենց բացման օրից մեր մոտ հաճախեցին նաեւ երեխաներ Շուշիից, Քաշաթաղից, Քարվաճառից,
իսկ 23 թվականից հետո արդեն այս պահի դրությամբ բոլոր շրջանները ընդգրկված են, այսինքն Արցախի բոլոր շրջաններից ունենք երեխաներ։ Ճիշտ է, մեծ, այսպես միջուկը կազմում են Հադրութի երեխաները, բայց բոլոր շրջանները ընդգրկված են։ Իսկ կա ցանկություն ընդլայնելու նաև կարող են Երևանից երեխաներ նույնպես հաճախել մշակութային կենտրոն, թե միայն կենտրոնացած է Արցախից եկածներ։ Սկզբից մենք ունեցանք այսպես այն տարածքը, որտեղ ունեցանք որտեղ ստեղծվեց կենտրոնը, այսպես այդ բակի երեխաները ցանկություն հայտնեցին, ունեցանք երեխաներ, հիմա էլ այդ երեխաները այսպես շարունակաբար հաճախում են։ Իրականում մենք շատ կցանկանայինք, որ երեխաներ ընդունեինք նաև հարևան տարածքներից, այսինքն կենտրոնի հարևանությամբ ապրող երեխաներին, բայց նախ ունենք մեկ խնդիր, որ կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից մեկը բարբառի պահպանությունն էր։ Այսինքն նամանտ այն երեխաները, որոնք տարիքով փոքր են, օրինակ մենք երբ որ հիմա ունենք երեխաներ, որոնք 6 տարեկան են, այսինքն տեղահանության պահին նրանք 1-1.5 տարեկան էին եւ սկսել էին արդեն խոսել բարբառով, այստեղ հաճախելով մանկապարտեզ դպրոց շատ հեշտ է երեխան փոխում բարբառը, լեզուն, այսինքն անցնում գրականին, իսկ չնայած ընտանիքներում բոլորը խոսում են բարբառով։ Դրա համար մենք փորձեցինք, որ նաև այս ձևով մեր առաքելության մի հատվածը հատկացնել բարբառի պահպանությանը։ Եվ երբ մենք ընդունում ենք տեղացի երեխաների, մի քիչ երեխաների համար էլ է խնդիր դառնում բարբառի շփումը։ Մյուս կողմից ունենք սահմանափակ ռեսուրսներ, այսինքն մենք չենք կարող 10 երեխայի ընդունել, 11-րդին արդեն մերժել, պետք է այդպես շարունակական դառնա, իսկ այդ առումով արդեն մենք պետք է եւ տարածքի խնդիր լուծենք, որ բավականին բարդ է, եւ մասնագետների այսպես քանակը ընդլայնենք, որ էլի խնդիր է, եւ այդպես առայժմ դեռ սահմանափակվում ենք արցախցի երեխաների ընդունելությամբ։ Իսկ մշակութային կենտրոնը քանի մասնաճյուղեր ունի, գիտեմ որ կա Աբովյանում եւ նաեւ Երևանում որտեղ կա։ Ուրեմն 23 թվականի սեպտեմբերից հաշվի առնելով, որ Աբովյանի եւ շրջակա գյուղերում բավական մեծ թվով արցախցիներ են հաստատվել եւ շատ դժվար է, այսինքն Աբովյանից երեխան ծնողը տանի հասցնի Երևան բերի, ցանկությունը մեծ է, ցանկացողները շատ են, բայց հաշվի առնելով, որ մարդիկ աշխատում են, ժամանակի կորուստ է, ֆինանսական կորուստ է, մենք որոշեցինք, որ Աբովյանում ունենալ մասնաճյուղ եւ 23 թվականի սեպտեմբերի 1-ից սկսեց գործել նաեւ մասնաճյուղը Աբովյանում։ Մասիսում էլ ունեցանք շատ կարճ ժամանակ, այսինքն հավաքվել էին երեխաները, տարածքը գտել էին, ուսուցիչները հավաքվել էին, բայց կապված ֆինանսական խնդիրների հետ Մասիսի այդպես մասնաճյուղի գործունեությունը դադարեցվեց, հուսամ ժամանակավոր, դեռ Աբովյանում դեռ շարունակում ենք։ Իսկ մշակութային կենտրոնը հիմնելիս մեծ դժվարությունը, որին հանդիպել եք, հատկապես եթե հիմնել եք այն ժամանակ, երբ որ հենց Արցախի կորստի ժամանակ սկսեցիք հիմնել, ինչ հիմնական դժվարությունների եք հանդիպել եւ ինչպես եք հաղթահարել դրանք։ Թիվ մեկ դժվարությունը եւ մտահոգությունը դա ֆինանսական խնդիրն է, այսինքն ինչպես ենք լուծելու եւ տարածքի վարձակալության խնդիրը եւ դասատուների վճարման խնդիրը բարեբախտաբար որոշակի այդ խնդիրները լուծվեցին Արցախի կառավարության ջանքերով եւ քանի որ մեր դասատուները բոլորը տեղահանված դասատուներ էին, այսինքն մասնագետներ, ովքեր աշխատում էին տարբեր արվեստի դպրոցներում եւ այդ դասատուները շարունակեցին ստանալ իրենց աշխատավարձը մշակույթի նախարարություն, մշակույթի եւ կրթության նախարարությունից, այսինքն որպես դասատուներ տվյալ արվեստի դպրոցների դասատուներ։ Տարածքի վարձակալության հարցում մեզ օգնեցին անհատ բարերարներ, որոնց անունները հիմա չեմ կարող բոլորին թվարկել, պարզ է, բայց բոլորին շնորհակալություն, ովքեր այդ ծանր ու դժվարին պայմաններում մեր կողքը կանգնեցին եւ այդ, այսպես ասած, սկզբնակետը շատ կարևոր էր, այսինքն այդ ծանր պայմաններում դնել այդ կետը եւ շարունակել։
Այսօր մենք արդեն մոտ 5 տարի գործող կազմակերպություն ենք եւ եթե ընդլայնվել ենք, ընդլայնվել է երեխաների քանակը, ավելացել են դասատուների, դասավանդող դասատուների քանակը, ավելացել են, ընդլայնվել են մեր ծրագրերը, մեր գործունեության շրջանակները, կարող ենք ասել, որ մենք կայացել ենք որպես կազմակերպություն եւ հուսով եմ մենք կշարունակենք մեր գործունեությունը եւ հնարավորությունների դեպքում նաև կընդլայնվենք այլ մարզերում, որովհետև անընդհատ տարբեր մարզերից մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ ինչու այս կամ այն քաղաքում չունենք նման մասնաճյուղեր, բայց խնդիրը զուտ ֆինանսական է, այսինքն ցանկությունը կա, մարդկային ռեսուրսը կան, երեխաները կան, զուտ ֆինանսական խնդիրներ են, որովհետև հատկապես Արցախի հանրապետության այսպես կորուստից հետո մենք բախվեցինք այդ լուրջ խնդրի հետ, ճիշտ է, տարբեր անհատների, տարբեր կազմակերպությունների միջոցով տարբեր ծրագրեր ֆինանսավորելով, այդպես կարողացանք շարունակել մեր գործունեությունը, բայց այս պահին բավականին բարդ վիճակում ենք հայտնվել եւ մի քանի ամիս է կարելի ասել մեր դասատուները, մեր բոլոր աշխատակիցները աշխատում են կամավոր սկզբունքով, որ բավականին բարդ է, որովհետեւ երբ մենք կենտրոնում հրավիրեցինք աշխատելու Արցախից տեղահանված մասնագետների, մենք նաև մեկ այլ խնդիր փորձեցինք լուծել, այսինքն սոցիալական խնդիրը լուծել այդ տեղահանված դասատուների, ինչու՞ չէ նաև երեխաների, որովհետև սկզբունքը դրեցինք, որ պետք է անվճար լինի կրթությունը, որովհետև տեղահանված ընտանիքի համար յուրաքանչյուր 1000 դրամը խնդիր է մշակութային այսպես հաստատություններին վճարելու համար եւ փորձեցինք նաև այդ սոցիալական բեռը մեր վրա վերցնել, հիմա փորձում ենք գտնել ուղիներ շարունակելու եւ այդ առաքելությունը մեր իրականացնելու համար հուսով եմ, որ կգտնենք այդ միջոցները։ Նաև այդ ամեն ինչը հատկապես ծանր է երեխաների համար, ինչպես երեխաները ներգրավեցին մշակութային կենտրոնի մեջ եւ ինչ փոփոխություններ եք նկատում նրանց մեջ արդեն հաճախելուց հետո։ Ուրեմն ի սկզբանե շատ այսպես մեծ ոգևորությամբ ծնողները երեխաները ընդունեցին այդ գաղափարը, նմանդ որ երեխաների մի մասը, որ այնտեղ կրթությունը սկսել էին եւ ուրախացան, որ այստեղ պետք է շարունակեն, այսինքն կիսատ չի մնա, բավականին շատ տաղանդավոր երեխաներ ունենք եւ պարզ է, որ այդ երեխաները եւ իրենց ծնողները կանոնած են երկընտրանքի առաջ շարունակել երեխաների մշակութային կրթությունը թե կիսատ թողնել կամ կհաջողվի արդյոք նոր վայրում նույն ձևով շարունակել, երբ որ երեխաները խնդիր ունեին ինտեգրվելու նոր իրողություններին, նոր միջավայրին եւ բավականին մեծ այսպես խանդավառությամբ ընդունեցին եւ արվեստի դպրոցի երեխաները հաճախեցին, շատ մեծ էր ուրախությունը երեխաների, որովհետեւ մի այսպես ասած մոտ 1 տարի հետո երեխաներ կային, որոնք մոտ 1 տարի չէին տեսել իրենց համադասարանցիներին, չէին տեսել իրենց արվեստի դպրոցի նույն դասարանում սովորողներին, դպրոցներում սովորողներին կամ իրենց համագյուղացի կամ համաքաղաքացիներին։ Եվ պարզ է, որ երեխաները այդպես բավականին ոգևորությամբ եկան, ուրախությամբ եկան եւ եթե այն երեխաները, ովքեր եկան եւ 5 տարի շարունակում են հաճախել իրենց շարունակական կրթությունը ապահովել, դա ապացույց է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եղել, որ այս կենտրոնը բացել ենք։ Իսկ կան երեխաներ, որոնց հետ հենց կենտրոնում եք ծանոթացել, մինչ այդ ծանոթ չեք եղել։ Հա, շատ են այդպիսի երեխաները, որովհետև քանի որ անձամբ իմ այսպես շփումը երեխաների հետ արվեստի բնագավառում չէր, ես ինքս մանկավարժ եմ, երկար տարիներ աշխատել եմ դպրոցում, բայց արվեստի դասարանների, արվեստի դպրոցներ հաճող երեխաների հետ չէր շփումս եւ մեծամասամբ եթե այն երեխաները, ովքեր կոնկրետ հադրուտ քաղաքից չէին, մեր գյուղից չէին, ես նրանց հետ նոր ծանոթացա եւ իհարկե նաեւ այլ շրջանների երեխաներ եւ շատ հետաքրքիր այսպես բան է ստացվել, որ մենք քանի որ մեծ մասը հադրուտի երեխաներ էին, իսկ հադրուտի բարբառը
տարբերվում է Արցախի մյուս շրջանների բարբառներից։ Մեծամասամբ մենք խոսում ենք հադրութի բարբառով, եւ այնպես է ստացվել, որ օրինակ շուշեցի երեխաներ ունենք, որ 1 տարի հետո արդեն լրիվ փոխել էին, սկսել բարբառով խոսել, ու նաեւ այն երեխաները, որոնք նշեցի, որ Երևանի կենտրոնում ունենք երևանաբնակ երևանցի երեխաներ, այդ երեխաները հիմա այսպես կարելի ասել հարթ խոսում են բարբառով, հասկանում են լրիվությամբ։ Այդպես այդ նոր ծանոթություններն էլ հնարավորություն տվեցին նաև մեզ հաղթահարելու այդ ամեն ինչ։ Ճիշտ է, սկզբնական շրջանում այսպես մենք այդ ամեն ինչը մեզ համար հասկանալի ու տեսանելի չէր, բայց որոշ ժամանակ հետո մենք հասկացանք, որ մի կողմից երեխաներն են մեզ հնարավորություն տվել հաղթահարելու այն դժվարությունը հոգեբանական, զուտ հոգեբանական դժվարությունները, որոնց մենք լրիվությամբ հայտնվել էինք, մյուս կողմից մենք ենք հնարավորություն տվել երեխաներին դա հաղթահարելու եւ երբ որ արդեն երեխաները այդ արտահայտում են իրենց զգացածը, սա արդեն ցույց է տալիս, որ այդ փոխադարձ փոխօգնությունը կայացել է։ Ուզում եմ մի դրվագ պատմել, ուրեմն մինչև Աբովյանի մասնաճյուղի բացումը մենք 23 թվականի ամռանը ունեցանք ամառային ճամբար կրթամշակութային Աբովյանում, 1.5 ամսվա ընթացքում 100-ից ավել երեխաներ, այսպես ճամբարը ցերեկային ճամբար էր, երեխաները գալիս էին, ամբողջ օրը անցկացնում ճամբարում, սնվում, ստանում մշակութային կրթություն, տարբեր դասախոսություններ, տարբեր մասնագետների հետ հանդիպումներ եւ երեկոյան տուն էին գնում։ Եվ 1.5 ամիս այդպես մենք 100-ից ավելի տեղանված երեխաներ ընդունեցինք ու նաև ունեցանք նման ճամբար նաև 24 թվականին եւ մի օր այսպես ճամբարը երբ որ օրը ավարտվել էր եւ երեխաները պետք է տուն գնային, մեկ երեխա սկսեց անձրև ամպրոպ եւ ես ասացի դե երեխաներ, այսօր դե բարձր բարբառով ասացի, այսօր ստեղ եք մնալու, որովհետեւ անձրև է, կատակով ասացի եւ երեխաները մեկ-մեկ սկսում են ասում են բա որտեղ են քնելու, ինչ են անելու, դե ասում են ոչինչ, այս սեղաններին կքնեք բան եւ մի 6 տարեկան տղա կար Մարկը, ով 2 պատերազմ է տեսել իր 6 տարեկանում, այսինքն Հադրութիջանի հին Թաղեր գյուղից էր, սկզբից 20 թվականին տեսավ պատերազմը, տեղահանություն, այնուհետև 23 թվականին բլոկադա, տեղահանություն կորցրեց հայրիկին, այսպես ուրախությամբ ասած լավ ալի Ղարաբաղցու տան կնական, այսինքն լավ է Ղարաբաղցու տանն ենք մնալու, այսինքն դիզակ արտը երեխաները ընկալեցին որպես տուն, որտեղ իրենց համար այսպես հատկապես 23 թվականից այդ ամեն ինչ դժվարությունները տեսնելուց հետո այդ փոքր երեխաները, որ բավականին իրենց տարիքին անհամեմատ մեծ դժվարություններ են տեսել, իրենց համար շատ կարևոր է իրենց տարեկից, իրենց բախտակից երեխաների հետ շփումը։ Իսկ կենտրոնում բացի դասընթացներից հետաքրքիր կան նաև հոգեբանական կենտրոն, այն երեխաները, ովքեր նաև ունեն հոգեբանական աջակցության խնդիր, կան հոգեբաններ, որ զբաղվում են նրանց հետ։ Չէ, մենք հիմնական այդ մասով չզբաղվեցինք, այսինքն մենք փորձեցինք այդ խնդիրը մենք լուծել եւ ճիշտ ասած այս 4.5 տարիների ընթացքում բարեբախտաբար չունեցանք ոչ մի խնդիր, որ մեզ կստիպեր հրավիրելու լրացուցիչ մասնագետ հոգեբանների, որովհետև այդ իրար հետ շփումը, դասատուների հետ շփումը, տարբեր միջոցառումների ընթացքում, երբ որ գալիս են նաև երեխաներ, որոնք կենտրոնի երեխաները չեն, կոնկրետ ճամբարը նախատեսված էր ոչ միայն կենտրոնին հաճախող երեխաների, այլև բոլոր ցանկացողների, այսինքն մենք տվեցինք հայտարարություն, գրանցվեցին տարբեր վայրերից եկան, ոչ միայն Աբովյանի մոտ տարածքներից, այսինքն ունեցանք նաև Արմավիրից, Էջմիածնից երեխաներ, ովքեր ունեին բարեկամներ Աբովյանում, եկան մնացին, այդ մեկ շաբաթը հաճախեցին ճամբար եւ այդպես այդ ձևով մենք փորձեցինք այդ խնդիրը լուծել եւ բարեբախտաբար հաջողվեց, որովհետեւ եթե չկար ոչ մի խնդիր, չկար լրացուցիչ այսպես մասնագետ հոգեբանների աջակցության կարիք, հասկացանք, որ այդ խնդիրը լուծվեց։ Իսկ խոսենք նաև հետագա ամիսների, տարիների, ինչ նոր ծրագրեր եք պատրաստվում իրականացնել։
Ուրեմն մենք մի շարք ծրագրեր կան, որոնք փորձում ենք շարունակականությունը ապահովել։ Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն աշխատանքը երեխաների հետ, այլ նաև աշխատանքը այն արվեստագետների հետ, ովքեր տեղահանվել են Արցախից եւ այսպես դաշտ նրանց համար պետք է դաշտ նախապատրաստել այն ստեղծագործական կյանքը շարունակելու համար եւ այդ առումով մենք շատ կարեւորում ենք մեր այսպես ավանդական դիզակի գույները միջազգային սիմպոզիումի անցկացումը 20 թվականից հետո մեկ անգամ հաջողվեց մեզ Արցախում կազմակերպել 21 թվականի ամռանը բարեբախտաբար, երբ որ շատ մեծ դժվարությամբ, բայց մենք կարողացանք արտասահմանցի արվեստագետների, նկարիչների բերել։ Իհարկե այդ ժամանակ բավականին դժվար էր այն առումով, որ նախ վտանգի բան այդ մարդկանց համար, այսինքն իրենք Արցախի մասին լսել էին, որ պատերազմ է, այնտեղ հանգիստ չէ նաև այդ պահին, եւ երկրորդը պետք է արտասահմանցիներին ռուսական անցակետով հասցնել Արցախ։ Շատ մեծ դժվարությամբ հաջողվեց եւ սիմպոզիումը կայացավ։ Հաջորդ տարիներին ցավոք սրտի մենք չկարողացանք եղավ բլոկադան, այնուհետև Արցախի կորուստը։ Հիմա մեր նպատակներից մեկն է շարունակել սիմպոզիումը, այսինքն ունենալ սիմպոզիում, որին մասնակից կլինեն Արցախի նկարիչները, որովհետեւ շատ դեպքերում նաեւ հոգեբանական վատ վիճակի մեջ եմ գտնում այդ մարդիկ, որովհետև իրենց այսպես ստեղծագործական եռանդն էլ մի տեսակ Արցախի հետ մարել է, Արցախի կորուստի հետ, եւ պետք է այդ մարդկանց հնարավորություն ընձեռնել, որպեսզի շարունակեն իրենց աշխատանքը, եւ այդ առումով նաեւ մենք փորձեցինք մի քանի ցուցահանդեսներ կազմակերպել արցախցի նկարիչների, Հովիկ Գասպարյանի, Գայանե Շուշեցու, նախատեսվում է արդեն մնացած հերթականության այսպես կազմակերպել այդ ցուցահանդեսները, որովհետև ցուցահանդեսներում, երբ որ կազմակերպվում է ցուցահանդեսը, նկարիչը արդեն ինքը ոգեշնչվում է նոր կտավներ ստեղծելու եւ նաեւ այդ ստեղծած կտավները արվեստասեր հասարակությանը ծանոթացնելու, ինչու՞ չէ նաեւ որոշ դեպքերում վաճառքի հանելու, որ կլուծի այդ մարդկանց սոցիալական խնդիրը։ Ծրագրերը շարունակական պետք է լինեն մշակութային կրթությունը շարունակելու եւ դրա հետ միաժամանակ այս մի քանի տարիների ընթացքում երեխաները ոչ միայն մասնակցեցին Հայաստանի տարածքում կազմակերպվող մրցույթներին, տարբեր մրցույթների տարբեր վայրերում մասնակցեցին, երկու անգամ հրավեր ստացանք Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում կազմակերպվող միջազգային սիմպոզիումից, մանկապատանեկան սիմպոզիումից։ Մեր երեխաները փայլուն մասնակցեցին, երկու անգամ էլ ունեցանք դիպլոմներ, ոսկե մեդալ, արծաթե մեդալներ։ Այս տարի բավականին լավ, այսպես փայլուն հանդես եկան մեր երեխաները փետրվարի 26-ից մարտի 4-ը իտալական Բոլոնիա քաղաքում կազմակերպված միջազգային երգի փառատոն մրցույթին եւ ներկայացվեցին ազգային երգեր եւ համաշխարհային խիտ եւ երկու երեխաները երկու անվանակարգում էլ ունեցան 3 ոսկե մեդալ։ Սա բավականին խոսուն վկան է մեր դասատուների կատարած փայլուն աշխատանքի եւ ունենք արդեն ծրագրած էլի Եվրոպայում կազմակերպվող մրցույթների փառատոների մասնակցելու Հայաստանում կազմակերպվող այսպես ամենաթարմ մրցույթների օրինակը մի քանի օր առաջ ավարտվեց Art Music-ը միջազգային մրցույթ փառատոնը բավականին լավ հանդես եկան մեր երեխաները եւ էստրադային ժանրում եւ ազգային հայրենասիրական եւ աշխուղական ու ժողովրդական ժանրերում ունեցանք եւ առաջին կարգի դիպլոմ, երկրորդ կարգի, երրորդ կարգի մրցանակներ, այսինքն բոլոր տարբեր ժանրերում երեխաները փայլուն հանդես եկան եւ շարունակական է լինելու, այսինքն նախորդ տարիներին էլ այդ բոլոր մրցույթների մեր երեխաները մասնակցել են, ունեցել են գրանպրիներ, առաջիկան այսպես Էջմիածնի փոքրիկ քայլ մրցույթն է, որին պարտադիր ամեն տարի մասնակցում են երեխաները, որովհետև այդ հենց անունը հուշում է, որ դեպի արվեստի մեծ աշխարհ հնարավորություն է տալիս փառատոնը, մրցույթ փառատոնը երեխաներին կատարելու իրենց քայլերը եւ հատկապես այն երեխաները, ովքեր այսպես
նոր եմ մտնում, այսինքն նախորդ տարիներին չեմ մասնակցել, մենք աշխատում ենք, որ այդ երեխաների համար հարթակը դառնա այդ մրցույթ փառատոնը։ Ես ուզում եմ խոսել մի շատ կարևոր մեր ծրագրի մասին, թատերական մեր խմբակի մասին։ Ուրեմն ինչով է տարբերվում մեր թատերական դասարանը մնացած այլ կենտրոններում գործող թատերական խմբակներից, մեր մոտ ներկայացումները դրվում են Արցախի բարբառով։ Առաջին փորձը, որ արվել է դա անելու, եղել է թումանյանական ստեղծագործությունները, երբ Միքայել Մեղրոշունն ու կատուն միքս է արվել եւ միքս է արվել ոչ միայն այս երկու ստեղծագործությունը, այլ նաեւ գրական հայերենն ու բարբառը միասին եւ շատ այսպես հետաքրքիր մի նյութ է ստեղծվել եւ մի քանի ներկայացում ենք ունեցել։ Իհարկե ամենահուզիչը եղել է Լերկամսարի քարտեզի առաջ եւ վերջնական Հայաստան ստեղծագործությունների հիմքի վրա ստեղծված Ես շուր եմ տալիս աշխարհը ներկայացումը, որտեղ դերասանները հենց իրենք երեխաներն էին եւ երեխաները ներկայացրել իրենց պատմությունները, այսինքն պատերազմի 20 թվականի սեպտեմբերի 27-ի առաջին պահից, երբ առաջին արկը պայթեց, իրենց զգացողությունը մինչև տեղահանության ճանապարհ, այն երեխաները, ովքեր նաև ապրել են բլոկադան, ապրել են 23 թվականի տեղահանությունը, այսինքն մի կողմից դա հնարավորություն է տվել երեխաներին արտահայտելու այն, ինչ որ իրենք երկար ժամանակ պահել են իրենց մեջ, մյուս կողմից էլ դա դառել է որպես վավերագրություն, այսինքն հաճախ մենք մեր վավերագիները այսպես մեծահասակներին են ընդգրկում իրենց պատմությունները պատմելու ծրագրերի մեջ եւ երեխաները մի տեսակ որ ավելի զգայուն են, ավելի իրենց զգացածը կարող են պարզ արտահայտել, դուրս են մնում այդ հնարավորությունից եւ դա մեր կարևոր փորձն է, որովհետեւ ամեն մի երեխայի պատմությունը դա պատերազմի պատմություններ, դա տեղահանության պատմություններ եւ ցավոք սրտի նաեւ կորցրած մանկության պատմություններ։ Վերջին ներկայացումը, որ բավականին մեծ արձագանք է գտել եւ մի քանի անգամ այսպես ներկայացրել ենք, այդ թվում նաեւ Աբովյանի երեխաների զարգացման կենտրոնում, Մալյան թատրոնում, իսկ այս առաջիկա օրերին նաև պատրաստվում ենք ներկայացնելու Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում Արապաստի Պենկինի ստեղծագործությունն է, ստեղծագործությունը արցախյան սիրո պատմություն է, որի հեղինակը Ալեքսանդր Մանասյանն է եւ շատ հետաքրքիր ձևով են ներկայացնում երեխաները դա, որ հատկապես այդ գյուղական միջավայրում ապրած, այսպես նախորդ դարի գյուղական միջավայրում ապրած մեծահասակների համար իրենց այսպես հիշողությունն է, իրենց սիրո պատմությունն է, երբ որ գյուղական երիտասարդները այսպես իրար սիրահարվում էին, այդ ամեն ինչը, այսինքն այս պահին մեր երեխաները ներկայացնում են եւ հենց դա է պատճառը, որ այդ տարիքի մարդկանց հատկապես շատ է հետաքրքրում այս ստեղծագործությունը եւ դրա համար մենք որոշեցինք մեկ անգամ եւս ներկայացնել հանդիսատեսի դատին եւ նաեւ արդեն պատրաստվում են նոր թատերական ներկայացում, որ հետո կներկայացվի եւ ծրագրեր շատ ունենք, գաղափարներ շատ ունենք, որոնք ժամանակի ընթացքում հուսով եմ, որ կկարողանանք իրականացնել։ Իսկ բացի համերգներից, որ շրջագայություններ կատարում եք, կա թատերական ներկայացումներ, որոնք բացի Հայաստանում նաև այլ երկրներում նույնպես ներկայացվել են։ Չէ, այս պահի դրությամբ այսպես մենք չենք կարողացել դեռևս այսպես ամբողջ կենտրոնով դուրս գալ Հայաստանից ներկայացնելու, այսինքն եթե ունեցանք նկարիչների, երգիչ երեխաների արտասահմանյան ելույթները, պատրաստվում ենք, իհարկե ունենք հրավերներ, բայց հիմնական խնդիրը շարունակում է մնալ ֆինանսական խնդիր, որովհետև բավականին մեծ ծախսերի հետ է կապված, այսինքն մեծ թվով երեխաներ դուրս անել, ծրագրերը պատրաստ են, այսինքն բոլոր
ուղղություններով դա ազգային պարերի, ազգային երգի, նկարչական, թատերական ծրագրեր պատրաստ են։ Միակ խնդիրը ֆինանսական խնդիրներն է, որ պետք է այդ ամենը հաղթահարվի։ Նաև երբ որ ելույթներ եք ունենում այլ երկրներում, հետաքրքիր է իմանալ ինչպիսին է լինում օտարների արձագանքը, ինչպես են նրանք գնահատում, հասկանում մեր հայկական արժեքները։ Երբ որ մենք նկարչական սիմպոզիումին, այդպես սիմպոզիումը երկու մաս ուներ, մեկը երբ որ տեղում են երեխաները նկարում, բայց մինչև տեղում նկարելը, ուրեմն շատ սկզբից երեխաները ուղարկում են իրենց նկարները, որ հենց այդպես էլ կոչվում էր, այսինքն ամեն երեխա ներկայացնում է իր ազգայինը նկարի ձևով, կտավի ձևով, եւ երեխան ինքն էր ընտրում, այսինքն ներկայացնել պատմամշակութային ժառանգություն, ներկայացնել տարազ, ներկայացնել բնություն, թե եւ այլն, ուղարկում էր նկարը եւ ինչու էր սկզբից այդպես արվում, որովհետեւ այդ սիմպոզիումի ֆորմատը այդպիսին էր, որ մինչև երեխան երբ որ հասնի այդտեղ, այն երեխաները, ովքեր արդեն ունեին հաղթող նկարներ, ունենան տպված կատալոգ, որտեղ երեխային արդեն այդ կատալոգ կտան, եթե իր նկարը մտել է այդ կատալոգի մեջ, եւ բարեբախտաբար մենք ունեցանք այդպես այդ հնարավորությունը եւ նաեւ ուրեմն մոտ այդպես 600-ից 800 այս տարբեր տարիների այդքան երեխա էր մասնակցում եւ այսինքն այդ առաջին տարին երբ որ մենք մասնակցեցին այդ 600-ից ընտրվել է 60 լավագույն նկար եւ այդ ուրախությամբ նշեմ, որ այդ 60 լավագույն նկարների մեջ մեր երեխայի կտավներ, որ ներկայացնում էր Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, այսինքն այնտեղ եկեղեցի էր եւ այսինքն երեխան ինչ որ տեսել էր 10 տարեկան երեխան ինչ որ այդպես կարողացել է արտահայտել եւ այդ կատալոգի մեջ տեղ գտավ այդ նկարը։ Այս տարի երբ որ ներկայացվեց ազգային ֆոլկլոր երգը Իտալիայի Բոլոնիա քաղաքում եւ ներկայացվեց Դրդոն դո երգը եւ շատ այսպես մեծ ողջավորությամբ ընդունեցին այդ երգը օտարի համար շատ հետաքրքիր է երբ որ ինքը նորություն է տեսնում հատկապես արվեստը գնահատող մարդկանց համար երբ որ համաշխարհային խիթը որ մեր երեխաները նաեւ համաշխարհային հիթեր ներկայացրեցին դրանք իրենք արդեն լսել են իրենք հիմա լսում են դա նոր կատարմամբ բայց երբ որ նորություն են լսում, այսինքն շատ կարևոր է դրա համար մեզ համասկզբունքային էր, որ նաև ազգային անվանակարգում, ազգային երկ անվանակարգում է երեխաները հանդես գային եւ բավականին մեծ այսպես ողջավորությամբ ընդունվեց, որտեղ այնտեղ նաև երգի հետ միաժամանակ ներկայացում են նաև երգող երեխայի ներկայացրած երկիրը կարճ պատմությամբ եւ բարձ է որ ովքեր Հայաստանի մասին չեն լսել եւ տեսնում են նայում են այդ համերգը, այդ փառատոնը, գոնե ինչ որ միջափով, այսինքն ծանոթանում են, պես հետաքրություն են անց մեջ առաջանում, միգուցե գնալ կարդալ, որտեղ այս երկիրը եւ ինչ պատմություն ունի։ Ինչպես նշեցիք սկզբում, երեխաները երբ որ նոր էին եկել Երևան, նրանք հեշտ են բարբառը մոռանում եւ սկսում են խոսել արդեն հենց բուն հայերենով։ Հետաքրքիր մշակութային կենտրոնը իր կողմից ինչ է անում, որպեսզի արցախյան ավանդույթները, մշակույթը չմոռացվի եւ նույնպես բարբառը չմոռացվի, այլ նաեւ Հայաստանից դուրս գա եւ նույնպես ճանաչում գտնի։ Ուրեմն ինչպես նշեցի, առաջին կարևոր բանը, որ բարբառով շփումը, այսինքն երբ որ երեխաները իրանց շփում են իրար հետ բարբառով, կարևոր այսպես խթանադա էր պահպանության համար մեծ երեխաների համար հեշտ է, այսինքն 10-12 տարեկանները այդքան շուտ չեն մոռանա։ Արցախում շատ հաճախ մի քիչ այսպես թույլ կարծիք է ստեղծվում, երբ որ մտածում են երեխան չի կարողանալու, դժվար է կարողանալու գրական հայերենով շփվել, որովհետև դուք աշխատում եք բարբառով շփվել։ Իրականում այդպես չէ, որովհետև Արցախի բոլոր դպրոցներում ուսումնական process-ը ընթանում էր գրական հայերենով։ Այսինքն երեխան դպրոցում, դասարանում, դասի ժամին խոսում էր գրական հայերենով։
Դրա համար այն տարիքի երեխաները, ովքեր արդեն միջին տարիքին էին, նրանց համար այդքան դժվար չէր գրական հայերենով այստեղ շփվելը դպրոցում իրենց ընկերների հետ կամ բակի երեխաների հետ, բայց դրա հետ միաժամանակ պետք է պահպանել նաև բարբառը, որովհետև գիտեք, կան բառեր, որ նույնիսկ մենք մեծերս հիմա, այսինքն 5 տարի, համարյա 5 տարին է լրանալու շուտով, մենք նույնիսկ մեծերս, երբ որ այն միջավայրը չկա, որտեղ այդ բառերը օգտագործում էին, կամաց կան բառեր, որոնք մոռացվում են։ Երեխաների համար առավել հեշտ է այդ ամեն ինչը մոռացվելու։ Իսկ շատ փոքրերը, այսինքն ինչպես նշեցի, հիմա մենք ունենք 6 տարեկան երեխաներ, որոնք 20 թվականի պատերազմի տեղահանությունից հետ ժամանակ 1.5, 1 կամ 2 տարեկան էին եւ իրենք այսպես նաեւ ինչ որտեղ զուգահեռ են շփվում, այսինքն գնացին մանկապարտեզ, սկսեցին գրական խոսել, եթե զուգահեռ ընտանիքից բացի այլ տեղ չշփվեն բարբառով, այդ տարիքի երեխաները շատ շուտ կմոռանան։ Կամ հիմիկվա 5 տարեկանները կամ մեկ գալիս են նաև իրենց քույր եղբայրների հետ 4 տարեկան երեխաներ, որոնք այստեղ են ծնվել արդեն։ Այսինքն այստեղ են ծնվել, տանը շփվում են բարբառով, գնում են մանկապարտեզ կամ նախապատրաստական խմբեր եւ այսպես ասած ճիշտ է, ընտանիքում են օրվա մեծ մասը անցկացնում, բայց ամեն դեպքում շրջապատը ավելի այսպես լայն է, ավելի ընդգրկուն է, քան ընտանիքը որպես փոքրիկ միջավայր։ Եվ մեծ միջավայրը միշտ փոխելու է, հնարավորություն է տալիս փոխելու համար։ Երբ որ նրանք արդեն գալիս են մի միջավայր, ինչպիսի մեր կենտրոնն է, եւ տարբեր անծանոթ երեխաների հետ սկսում են շփվել, իրենք էլ ձգտում են արդեն բարբառով շփվել։ Ունեցել ենք երեխա, որ մինչև կենտրոն գալը արդեն լրիվ խոսում էր գրական հայերենով։ Հենց եկել է կենտրոն, միանգամից նորից սկսել է փոխվել եւ բարբառով շփվել։ Թատերական ներկայացումից բացի շատ կարեւոր է մեր երեխաների մասնակցությունը տարբեր հեռուստատեսային ծրագրերին, տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերին, Թումանյանի տուն թանգարանի հետ ենք համագործակցում, որտեղ Թումանյանի հեքիաթները փոխվում են բարբառով, Արցախի բարբառով եւ երեխաները դա ներկայացնում են Արցախի բարբառով։ Հեռուստատեսության տարբեր ծրագրերում են հանդես գալիս, որտեղ ելի հիմնական մասով, քանի որ երեխաների հետ է աշխատանքը, հիմնականում նրանք ձգտում են այդպես հեքիաթների այդպես փոխակերպումները անել եւ ազգային երգի, այսինքն մեր երգի դասարաններում մեծ մասամբ փորձում ենք արցախյան բարբառով երգերը երեխաները սովորեն եւ վերջերս մի հետաքրքիր այսպես համագործակցություն ունեցանք Տիեզերք բենդի հետ, որտեղ արցախյան ավանդական երգերը, այսինքն դրանք հիմնականում աշխատանքային երգեր, այսպես ներկայացվեցին, օրինակ արկանքի երգը, այսինքն եւ մի քանի այլ երգեր այդպես երեխաները այդ բնդի հետ ներկայացրեցին արդեն լրիվ նոր ձևով, նորացված ռոքային տարբերակով, ջազային տարբերակով եւ այդպես շատ հետաքրքիր բան ստեղծվեց, որովհետեւ հանդիսատեսը նույնպես բավական հետաքրքրվեց դրանով։ Մի կողմից կա բարբառով երգեր, որ մի քանի այսպես տասնյակների, հարյուրամյակների պատմություն ունեն եւ մյուս կողմից նոր ոճեր, այսինքն նոր ոճի մեջ են հանդես գալիս եւ ավելի է հետաքրքրություն, այսինքն ականջի համար էլ դառնում է ավելի հետաքրքիր, ավելի հաճելի նմանամբ երիտասարդ սերնդի համար։ Շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզ նույնպես, ուզում եմ ովքեր մեզ նայում են, ովքեր դեռ չգիտեն այն արցախցիները հատկապես Կոտայքի մարզում հաստատված Աբովյանում, շրջակա գյուղերում, ովքեր չգիտեն մեր կենտրոնի տեղը, համեցեք, բերեք ձեր երեխաներին, ջերմ ընտանեկան մթնոլորտ, որտեղ նրանք կշփվեն իրենց հասակակիցների հետ, կստանան մշակութային կրթություն, հնարավորություն կունենան իրենց մեջ եղած տաղանդը արտահայտելու, հետագայում նաև մեծ բեմեր գրավելու եւ մեզ համար էլ հաճելի, երբ որ նաև շփվում ենք ոչ միայն երեխաների հետ, այլ նաև երբ որ երեխաներին բերում են ծնողները, հաճախ տատիկ, պապիկները, իրենք էլ տարբեր շրջանների մարդիկ շփվում են իրար հետ, ծանոթանում են
այսպես մի դարդի մարդիկ են։ Եվ այդպես իրենց դարդերը պատմելով իրար ինչ որ չափով նաև օգնում են իրար։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Դիզակարտ մշակութային կենտրոնի համահիմնադիր Գայանե Բուդաղյանի հետ։ Այս պահին լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման վերջում առաջարկում եմ դիտենք հետաքրքիր եւ զվարճալի մի տեսանյութ, որտեղ հնդիկ տղամարդը մահճակալը վերածել էր մեքենայի եւ այն վարել է քաղաքի փողոցներով։ Մուրդիշ Բադի բնակիչ Նավաբ Շեյքը մահճակալով սլանում է քաղաքի ճանապարհով եւ այս տեսանյութը հավաքել է բազում դիտումներ։ Մուրդիշ Բադի բնակիչը $2000 է ծախսել մահճակալն իսկական մեքենայի վերածելու համար։ Նա այն համալրել է անիվներով, շարժիչով, ղեկային համակարգերով եւ կողային հայելիներով։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։